Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ցուրտ է, ձուն է գալի, բայց ուզում եմ մայրուղու Երևան մեղրի գնացող մայրուղու կողմից իմ Հողամասի ձախ հարևանի ու իմ սահմանների վերաբերյալ սահմանների մասով մի քանի փաստ արձանագրեմ, մարդից կարող է հետագայում պետք գա, ուզում եմ նշեմ, այսօր 2026 թվականի հունվարի 19-ն է, այսինքն 2026 թվականի հունվարի 19-ի դրությամբ եմ այդ փաստը ուզում արձանագրեմ, այդ մի քանի փաստը, ուրեմն Եղեգնաձոր համայնքի նորավան թաղամասը ստեղծվել է 1990 թվականին, մինչև 1990 թվականը այս թաղամասի տարածքում խաղողի այգիներ և այլ տիպի վարելահողեր են եղել, 1990 թվականին այս տարածքը որպես տնամերձ հողամասեր բաժանվել է Եղեգնաձոր քաղաքի բնակիչներին, հատկացվել է, Հիմա ես ուզում եմ իմ ու հարևանի այդ սահմանի պահով մի քանի բան անդրադառնամ, մի քանի հարց, ուրեմն 1990 թվականին հողամասերը հատկացնելուց, հեսա մի րոպե ցույց տամ, մայրուղու Երևան մեղրի գնացող մայրուղու գլխավոր մայրուղու կողմից իմ Հողամասի ձախ հարևանի հողամասի որպես հարևանի հողամասի որպես սահմանային նիշ, նշաձող, կոլշկա, սահմանային ինչ են ասում չգիտեմ, այս ուգոլնիկն են տեղադրել, որպեսզի հարևանը հստակ իմանա, որ իր սահմանը ստեից է, մինչև այն մասից խոսքի մինչև ստե է գալի իր սահմանը, ուրեմն այս սահմանային 1990 թվականին սահմանային նիշը ծողը, ցիցը, կոլշկան, ինչ են ասում չգիտեմ, տեղադրելու օրվա դրությամբ, սա մի վարկյամ, այդ նմանում գրել եմ, 1990 թվականին այս սահմանացիցը, սահմանաձողը, նշաձողը, սահմանային նշաձողն ասում, ցից են ասում, կոլշկա են ասում, ինչ, այդ օրվա դրությամբ այդ կոլշկայից մինչև իմ հողամասի սահմանը եղել է, հեռավորությունը եղել է 6 մետրից, այս հեռավորությունը, մինչև իմ հողի օրինական սահմանը եղել է 6 մետրից 6 մետր 50 սանտիմետր հեռավորություն, այսինքն այդ 6 մետրից 6 մետր 50 սանտիմ հեռավորությունը մեր երկու հարևանների սահմանի միջև եղել է ազատ տարածք, ու այդ ազատ տարածքը պատկանել է Եղեգնաձորի համայնքապետարանին, հիմա ես որպեսզի չմտածեն, այս էլ իմ մուրզիկս է, կատուս է, որպեսզի մարդիկ համոզվեն, որ հենց այդ նույն 90 թվականին տեղադրված սահմանային այս ուգոլնիկը 90 թվականին տեղադրված սահմանային նիշնա, ձողնա, ցիցնա, կոլշկանա, չիմանամ ինչ են ասում, ես հեսա կապացուցեմ, ուրեմն
փաստը առաջին, հստակ փաստով կապացուցեմ, ուրեմն փաստը առաջին, որ խոսքի նայեք, այդ ես չեմ խփել, ես չեմ տեղադրել, եթե ես տեղադրած եմ, հաստատ կերևար, հոտերը պարկած կլինի, կամ եսի ինչ, ահա, կարակ ուշադիր նայեք, բոլոր կողմերից, կարակ եղսի մասն էլ նայեք, խոսքի եթե տեղադրելուց լինի մեզ երկարության ու գոլիկը եթե ես դրածել եմ, շոք փայլում հետքեր կմնար, մուրճի արվածի կամ գոքնի կվալտի արվածի, նաև ոչ մի արված չկա, տենում եք չէ, ոչ մի փայլ, արված, գոքնի, մուրճի արվածի տեղ չկա, այսինքն եթե փաստում է, որ այդ շուտուանից է տեղադրված 90 թվականից, 1990 թվականից, ուրեմն փաստ երկրորդ փաստն եմ ուզում ներկայացնեմ, որ ես ցիցը սահմանային ցիցը նշածողը իրոք 90 թվականի տեղադրված սահմանային ցիցը նշածողն է, ուրեմն ես երկրորդ փաստն է, որ նայեք, ինքը խոսքի համընկնում է այն չափի հետ, այս հեռավորությունը, այվանի սահմանը միջև գլխավոր մայրուղու հետ, միջև մայթ, այսինքն ես չգիտեմ այն ժամանակ քանի մետր է եղել, բայց ինքը համընկնում է, որովհետև անհնար էր, որ այն ժամանակ ավելի մոտիկ լիներ սահմանը, բնակչի ու մայթի, ես նայեք, ուրեմն ես ցիցը հեռավորությունը մայրուղու հետ համապատասխանում ու բաց հետ ասենց որ նայում եք ուղիղ, որ նայում եք այդ հենապատի ուղղությունը, որ արևանը 2007 թե 8 թվերին է շարել, այդ ուղղությունը համընկնում է, այսինքն ճիշտ է մի մետր մոտը որ ես իմ կողմից ծերի մասը ոնց որ թե մի մետր դեպի մայթ է գնացել այդ տարբերությունը, բայց հիմնականում ինքը ցույց է տա, այսինքն ես փաստ է, որ այդ սահմանն է եղել մայթի հետ, այս հողի տիրոջ սահմանը մայթի հետ է եղել, այսինքն ես կոլշկան այդ երկրորդ փաստն է, այս սահմանային ձողը, որ հենց այդ նույն ձողն է, ես էլ այդ հենապատը, երրորդ փաստն էլ են է, որ ես 2026 թվականին իմ սահմանները ճշտելու, հողամասի սահմանները ճշտելու նպատակով գնացել եմ Եղիգնաձորի ամենքապետարան և Եղիգնաձորի ամենքապետարանի գլխավոր ճարտարապետ պարոն Արմեն Աղաջանյանի հետ մենք բացել ենք Եղիգնաձոր ամենքապետարանի հողերի հետ տնամերձ հողամասերի քարտեզն ասում նախագիծ պլան չգիտեմ, այդ քարտեզը, հատակագիծը ու ընդից պարզել եմ, որ խոսքի ճարտարապետ, Եղիգնաձորի ճարտարապետ պարոն Արմեն Աղաջանյանը ինձ հստակ ցույց է տվել, որ խոսքի, որ իմ տան այս մայրուղու կողմից, իմ տան պատի անկյունից մինչև իմ հողամասի օրինական սահմանը 3 մետր 70 սանտիմետր է, այսինքն
Հիմա որպեսզի ես ապացուցեմ իմ տան պատից ես մետրով չափել եմ իմ տան այդ նույն պատի նույն անկյունից, այսինքն պարոն Արմեն Աղաջանյանը հստակ ցույց է տվել, որ վերևի իմ տան այս վերևի հատվածից իմ հողամասի օրինական սահմանը մինչև 3 մետր 70 սանտիմ է, իսկ տան ներքևի այս հատվածից իմ տան պատի հեռավորությունը իմ սահմանից 5 մետր է, օրինական կարգով։ Այդ ճշտելուց հետո ես եկել եմ ու իմ պատից չափել եմ մետրով մինչև այս ծողը, այս սահմանանիշը, այս կողմիկը այդ հեռավորությունը եղել է 10 մետր, այս հեռավորությունը 10 մետր 20 սանտիմետր, այսինքն եթե 10 մետր 20 սանտիմետրից հանում ենք 3 մետր 70 սանտիմետր, իմ այս պատի ու իմ օրինական սահմանի հեռավորությունը եթե հանում եմ, ընդ է արանքում այս ծողի հեռավորությունը, այսինքն դառնում է 6 մետր 50 սանտիմետր, այսինքն նշանակում է այդ 6 մետր 50 սանտիմետրը ազատ տարածք է եղել 1990 թվականի այս կոլոշկան խփելու, այս սահմանանիշը խփելու օրվա դրությամբ։ Հիմա ուզում եմ մեկ այլ հարցի անդրադառնամ, այս ազատ տարածքին եմ ուզում անդրադառնամ, այս ազատ տարածքը ինչի համար է եղել, այդ 6 մետր 50 սանտիմետր, դա կարող է 5 էլ ածելի, վերջը, այն ժամանակ ոսկի ուրիշ ձև եղել չափագրումները, հիմա այս 6 մետր 50 սանտիմետր ազատ տարածքը, որ ասում եմ, իշնում է, այսինց, այս դիրքով կանեմ, այսինց, իշնում է մինչև թաղամասի ներքևի ճանապարհ, ուրեմն այդ ազատ տարածքը այն ժամանակ թողել են, որպեսզի բնակիչները այդ հատվածով կոյուղագից, հետագայում կոյուղագից, խմելու ջուր, գազ, լույս, նմանատիպ բաներ քաշելու համար են թողել, այսինքն այդ ազատ տարածքը դրա համար է ելել, իսկ այդ նշանակում է, որ ոսկի հարևանի սահմանը ոնց ասեմ, հարևանի սահմանը չէր կարող գար կպներ իմ տան պատին, ուրեմն 2000 իմ տան տարածքը ոնց որ տենում եք, սետկա չկա, ոչ այս կողմից, ոչ էլ վերևի կողմից, գլխավոր մայրուղու կողմից չկա, 2026 թվականի հունվարի 16-ին, ուրեմն 2026 թվականի հունվարի 16-ին գնում եմ, որպեսզի ցանկանում եմ որոշել եմ, որ այս տարի պետք է այս սետկաները քաշեմ, ցանկապատեմ, որպեսզի տարածք ամեն պատահական մարդ մուտք չգործի, ու բաց հետ էլ շուն, կատու, այս բաց տարածքով ինչ տեսակի շուն ասես գալի մտնում է իմ տան հայաթը, ցանկապատելու նպատակով որոշում եմ, որ պետք է ցանկապատեմ 2026 թվականի հունվարի 16-ին գնում եմ ճշտում անելու իմ հողի սահմանների վերաբերյալ, որոշում եմ մի հատ վերջնական ճշտեմ ու նոր որ այդ ցանկապատեմ իմ սահմանը տան, ու այդ ճշտման ժամանակ հանկարծ պարզվում է, որ իմ հարևանի սահմանը այդ ճշտման ժամանակ հանկարծ պարզվում է, որ իմ հարևանի սահմանը
եկել քիփ կպել է մեզ տան այս պատին։ Տենում եք, չէ՞, այսինքն 3 հատ պատուհան կային այդ նույն պատի ուղղությամբ իմ ննջասենյակների, 3 ննջասենյակների պատուհաններն են։ Հիմա թե թյուրիմացաբար է տեղ ունեցել, թե ինչ կարա, ես չեմ ասում միտումնավոր ձևով են արել, կարա խոսքի բան եղածելի, այսինքն այն ժամանակ, որ այդ հողամասերը տրամադրել են, բնակիչներին հատկացրել են, չափ ու ձևը քայլերով են արել, կամ էլ այդ եռանկյունի փայտեր են եղել, այդ չափսերով են չափել ու բնական է, որ կարար խոսքի սահմանների այդ պահով տարբերություն տար, այսինքն ժամանակակից այդ հողերը չափելու, սահմանները չափելու ժամանակակից այդ սարքերի մասով կարար տարբերություն տար, բայց որ կարար այնքան տարբերություն տար, որ պետք է սահմանը գար ուղիղ կպներ իմ տան պատին, հարևանի սահման, այդ բացառված բան է, որտեղ չէր կարա 10 մետր հեռավորությունը այդքան խախտում ցույց տար, իսկ թվում է ինչ-որ մարդիկ որոշել են, որ բացել են 6 մետր 50 սանտիմետրը ազատ տարածք կա, կանի կցենք հարևանի, այսինքն տվյալ պահի լուսահոգի տիկոյի հողամասին, գցենք իրան ու ուղղակի իրան չեն պատկերացել, որ կարա այդ չափսերի այն ժամանակվա չափսերի ու ներկայիս ժամանակակից սարքերի պահով այդ չափսերով գա կպնի իմ տան պատին։ Այսինքն եթե նույնիսկ ազատ տարածքը գցածելին հարևանի հողամասին, իմ տնից այս հատվածից արբանյակային նկարով պետք է ցույց տար, կամ կադաստրի քարտեզով պետք է ցույց տար, որ խոսքի իմ սահմանը իմ տնից 3 մետր 70 սանտիմետր այդ մայրուղու կողմից իմ տան պատից հեռու, 5 մետր էլ իմ տան պատին, իմ տան ներքևի մասի պատից պետք է հեռու ցույց տար, բայց կադաստրի արբանյակային նկարը ցույց է տալու, որ իմ հարևանի սահմանը եկել կպել է այդ պատին։ Հուսով եմ, որ այդ թույլ իմացություն է եղել, ինչ-որ շեղում էր, դրա համար այդ հարցը լուծելու պահով առաջիկա օրերին դիմելու եմ Եղեգ Նաձորի համայնքապետ պարոն Դավիթ Հարությունյանին, գրավոր եմ դիմելու, որպեսզի գան սահմանային ճշտումներ անեն, հարկ եղած դեպքում նաև սահմանային իմ հողամասի սահմանային ուղղումներ անեն, որպեսզի հարևանի պատը, հարևանի հողի սահմանը չգա կպնի իմ տան պատին։ Այսինքն ես չեմ ասում այդ ազատ տարածքը տան ինձ, այդ ազատ տարածքի մասով էլի հեսա մի հատ պահ անդրադառնամ, բայց այսօրվա դրությամբ ես չեմ ասում ազատ տարածքը տան ինձ, իսկ պետք է ընդամենը իմ օրինական սահմանը պահեն, մետրով չափել եմ իմ այս տնից 3 մետր 70 սանտիմ որ գալիս է, այս իմ օրինական սահմանը, այս ջրի լուկն է, ջրի լուկից 30-ից 50 սանտիմը ոնց որ հայտնվում է այդ ազատ տարածքի սահմանը։ Ես ընդամենը խնդրելու եմ, որ այդ 3 մետր 70 սանտիմին գումարը 1.30-ից 1.50 սանտիմ, որպես ես լուկը չհայտնվի այդ ազատ տարածքում, ու է մնացածը, այսինքն եթե 6 մետր 50 սանտիմից հանենք թեկուզ 1.50, այն 5 մետրը թտան հարևանին, ես հողի գրով անող չեմ, հողի մանյակ չեմ,
ես մենակ կարամ հայրենիքի հողի համար կռիվ անեմ ու հայրենիքի հողի մանյակ դառնամ, բայց հաստատ հողի համար ես իմ հարևանի հետ չկարողանամ թշնամ կդառնամ, եթե նույնիսկ ես պատուհանները չլինեին, ու այս սահմանակցով նայում իմ չափսը ինչքան որ կա օրինական բռնումա, համընկնում է, ես էլ ես դեմ, այն չի մանրադառնա, դուք բերին տան պատին կպած տուն սարքին կամ ինչ կսարքին, իհարկե ինչ կսարքին ասելով չեմ ասեմ գիշերային բար կամ նաշնի կլուբ ես եմ բանը, այսինքն էլի չի մանրադառնա այդ թեմային։ Հիմա ուզում եմ արգելի հայրենակիցներ, հիմա ուզում եմ այդ ազատ տարածքի պահով արևաների 90 թվականի կայացրած որոշմանը համանդրադառնամ պայմանավորվածությանը։ Հիմա այս ազատ տարածքն է, իջնում ենք ներքև, որտեղ ներքևից պետք է ցույց տամ։ Այն ժամանակ արևանները որոշել են, որ երկու արևան ես հստակ չգիտեմ, Լուսահոգի Տիգրանն ա եղել, Տիկոն ա եղել, Տիգրանը, այդ հողի տերը թե ուրիշ այլ հետո ա Տիկոն առել, ես այդ չգիտեմ, բայց հստակ մի հատ փաստ կա, որ այն ժամանակ 90 թվականին որոշել են երկու արևան իրար մեջ որոշել են սահմանը, նույնիսկ ստե բետոնից պատ ա եկել, իմ տան ներքևի մասից հեսա գալիս ա, մյուս արևանի Ռոբիկի հողամասի մոտից գալիս ա ու թեքում ա ստե այս պատը, 9-ից 10 քայլով եմ չափել, այդքան այս պատի երկարությունն ա, որ գնում ա, այսինքն այն ժամանակ որոշել են, որ պետք է այս ձևով պատ գնա, հասնի այս պատը պետք է հետագայում գնա, հասնի մինչև մայթ, այսինքն հարևաններով որոշել են այս սահմանը այս պետք է լինի, այսինքն բնականաբար, այսինքն այդ 6 մետր 50 սանտիմը իրանք պետք է կեսին իրար մեջ, եթե այս պատը թեքությամբ հաշվեն գնա, այդ նույն վիճակն է դառնում, այսինքն 3 մետր մնում էր նրան, 3-ը նրան, նույնիսկ Լուսահոգի Տիգրանը, արևանս, իդեպ ինքը շատ լավ ընտիր մարդ ա եղել, մենք երբեք իրար հետ խնդիր չենք ունեցել, Լուսահոգի Տիգրանը, երբ այս հենապատը շարում էր, այդ ժամանակ ինքը իրար հետ մենք պայմանավորոշել ենք, որ պետք է այս պատը ոնց որ իմ նախորդ հողի առաջվա տիրոջ հետ են որոշել, պետք է որոշել ենք, որ այս պատը տանենք հասցնենք մինչև մայթ, ու նույնիսկ այդ պատը շարելու տարբերակն ենք մտածել, ինքը պայմանավորվել ենք, որ քարը, ավազը, ցեմենտը իրանից ա լինել, իրա կողմից ա լինելու, վարպետն էլ իմ կողմից, ես դե հետոյում երևի գործերը ինչ-որ անհաջող են գնացել բերեսվեն, երևի թե, ու այդ մեր պայմանավորվածությունը մնացել, այսինքն ես սրանով ուզում ասեմ այն փաստը, որ մենք հարևաններով իրար հետ հողի սահմանների պահով մենք խնդիր չենք ունեցել, ու այս պատը 90 կամ 92 թվին նախկին իմ հողամասի առաջվա տերը Հարությունյան Գվիդորն է սարքել, շարել, այսինքն այս պատը հենց փաստում է, որ
Արևանը ոչ ինքը ոչ Հարությունյան Գվիդոնի հետ է խնդիր ունեցել, ոչ էլ իմ հետ, որովհետև եթե խնդիր ունենար սահմանի պահով, այս պատը չէր շարվի։ Ուրեմն այդ մի բան էլ եմ ուզում ասեմ։ Ուրեմն նորից եմ ասում, ես չեմ ասում այդ միտում նա որ արվել, ասեն կարող է թյուրիմացություն էլի, հա։ Կարող է որ նա ինչ-որ տեղ 99%-ով ես վստահ եմ, որ այդ թյուրիմացություն է եղել, հա։ Ինչի համար եմ ես այդքան վստահ, որովհետև թե լուսահոգի Տիգրանը, Պողոսյան Տիգրանը, թե իր կինը, թե իր երեխաները, իրանց փեսան, որին որ ճանաչում եմ, իրանք շատ լավ, հարգալից, արժանապատիվ մարդիկ են, հա, ես երբեք չեմ կարող մտածեմ կամ նույնիսկ պատկերացեմ, որ կարային իրանք խոսքի նման բան անեն, դրա համար եմ վստահ, որ այդ թյուրիմացությունն է եղել, հա, եթե նույնիսկ չափագրական այդ տվյալներով խոսքի դեն ժամանակ գիտեք ոտով քայլերով չափել սահմանը կամ այդ եռանկյուն փայտի ձևերով այդ ուգոլիկներով են չափել եռանկյուն փայտիկներով, պարզա որ այսօրվա բաներով այս ժամանակակից սարքավորումներով չափելուց ահագին տարբերությունը կտա, բայց ինչքան էլ որ տար իրան սահմանը ոչ թե կգար կհայտնվեր իմ տան պատին կպած, այլ իմ այն օրինական սահմանը, որը որ կար, այսինքն վերևի մասից 3.70 սանտիմետր հեռավորության վրա կհայտնվեր, իսկ այս տանս ներքև մասով 5 մետր հեռավորության վրա կհայտնվեր։ Ու այս ժամանակ ընդամենը մենակ, եթե սահմանային տարբերություն էր նույնիսկ ազատ տարածք չլիներ, որը որ ինչ ուզում են համոզում, որ այն ժամանակ ազատ տարածք չի եղել, բայց ես այսօր ապացուցամ փաստերով, որ ազատ տարածք եղել է, եթե նույնիսկ ոնց որ ինձ ասում են ազատ տարածք չի եղել, իր սահմանը ընդամենը պետք է գար այս երևի մասի ջրի լուկից 30-ից 50 սանտիմետր ներս մտներ, բայց հաստատ իմ տան պատին չէր կպնել սահմանը։ Օգտվելով առիթից ցավակցում եմ լուսահոգի Տիգրան Պողոսյանի, օգտվելով առիթից ցավակցում եմ լուսահոգի Տիգրան Պողոսյանի հարազատներին, Տիգրան Պողոսյանի մահվան կապակցությամբ արդիվային չգիտեմ, Աստված թողոքին լուսավոր բարի, իրոք անկեղծ եմ ասում, Տիգրանը շատ լավ ընտիր մարդ է եղել, ես դեռ իր կենդանության օրոք եմ այդ ամեն ինչը ասել։ Ստեյցություն հարգելի հայրենակիցներ, հուսով եմ, որ այդ հարցը նորմալ ձևով կդիմեմ ամեն կապետարան, որ այդ հարցի նորմալ լուծում կտամ։